Ջան, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար։ Մի քանի թեմաներ հետ կապված ձեր խոսքը ևս կլսենք։ Տեսեք, Իսրայելը հասնում է մինչև անգամ նրան, որ իր գերիներին է ազատագրում, բայց Հայաստանի իշխանությունները որևէ ասելիք ու անելիք չունեն մեր ռազմագերիների մասով։ Ավելին, օրինակ Ադրբեջանը իր բոլոր լծակները օգտագործում է, մաքուր վերջերս խայտարակություն ու սկանդալ է տեղի ունեցել։ Ըստ էության ադրբեջանական փողերով սնվող գործիչը կեղծ զեկույցներ է ներկայացրել գերիների, մասնավորապես Ռուբեն Վարդանյանի մասով։ Մինչ այդ մենք տեսնում ենք, որ Լուիս Օկամպոն թե ինչ ծավալուն հոդված է պատրաստել, զեկույց է պատրաստել։ Խնդրեմ գերիների մասով այս իրողությունը։ Դրա մասին ես բազում անգամներ առիթ ունեցել եմ խոսելու, ոչ միայն Իսրայելը, այլ աշխարհի բոլոր պետությունները, երբ ունենում են իրենց քաղաքացիներին պատանդ առնելու, պատանդ վերցնելու իրողություն, սրանք միայն գերիներ չեն, այլ պատանդ են, որովհետև օգտագործվում են քաղաքական նպատակներով, նաև այլ, կարող եմ հստակ ասել, ճնշումներ գործադրելու նպատակով եւ այլն, պետության պարտքն է անմիջականորեն զբաղվել։ Պետությունը հենց նրա համար է ստեղծված, ընդհանրապես աշխարհում պետություններն այն բանի համար են, որ ինչ որ մարդկային խմբեր, ընտանիքներ չեն կարողանում կատարեն այդ պետությունները գործիք են հասարակության համար։ Մերոնք, այո, մերոնք էլ որ ասում եմ, գիտեք, լեզուս դժվարությամբ է այդ բառերն արտասանում, Հայաստանի իշխանությունները ոչ մի կապ չունեն կարևորագույն հարցերում, ոչ մի կապ չունեն մեր ժողովրդի հետ։ Նրանք խոսում են այնպիսի բաներից, որոնք համամարտկային են եւ պարտադիր։ Ամբողջ աշխարհն է ձգտում խաղաղության։ Ու շահարկել, ասենք, մենք պայքարում ենք, որպեսզի արևը առավոտները դուրս գա։ Մենք պայքարում ենք, որպեսզի գիշերը զով լինի։ Այդպիսի հիմարություններ միայն մեր իշխանություններն են թույլ տալիս։ Այո, պատերազմի ժամանակ, անմիջական պատերազմական գործողությունների ժամանակ դու պիտի ձգտես նաեւ թշնամուդ հետ հայտարարի գալ կարևորագույն արժեքների հարցում։ Ինչ վերաբերում է այս իսկապես մեզ բարոյապես ոչնչացնող, ոչ թե թուլացնող, այլ բարոյապես ոչնչացնող երևույթի նկատմամբ Հայաստանի իշխանությունների թշնամական վերաբերմունքին, ասեմ, որ մասնավորապես երբ տեղի էր ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ հանդիպում, որևէ բարեկիրթ մարդ կարծեր շատ հանգիստ։ Գիտեք ինչ կա, խաղաղության ձգտող պետությունները նախ եւ առաջ բարի կամք են դրսեւորում։ Մենք Հայաստանում ոչ մի ադրբեջանցի գերի չունենք, նույնիսկ երեխայի սպանած մարդկանց ազատ ենք արձակել։ Ադրբեջանը ճիշտ է անցյալում հերոսացրել է նաեւ քնած սպայի սպանությունը իր չգիտեմ ինչ միջոցներ կիրառելով, բայց այսօր շարունակում է չնայած մեր ձգտումներին, խաղաղության մասին մեր հայտարարություններին, խաղաղության ձգտելու մասին մեր հայտարարություններին, այսօր էլ այստեղ Ամերիկայում այդ բովանդակության ըստ էության գործողություն նախաձեռնելու պահին նրանք ունեն պատանդներ։ Այնպես որ, ասին, եթե Հայաստանից լիներ որևէ այլ հայ մարդ, ոչ նիկոլիզմի ներկայացուցիչ, այլ սովորական հայ մարդ, ասեր, գիտեք ինչ կա, այս բարձր ամբյոնից հենց հիմա զանգահարում եք Բաքու, ասում եք, որ մի քանի ժամվա ընթացքում բոլոր գերիները լինեն Թիֆլիսում, Թբիլիսիում։ Չարվեց։ Դա իրական հնարավորություն էր տրված մեզ, որը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները հայ ժողովրդի հայության հետ իրականում կապ չունեն։ Նրանք կապ ունեն մեզ հետ այնքանով, որ մեր անունից ներկայանալով ոտնահարում են մեր իրավունքները, իրենց հետին նպատակներն են հետապնդում։ Տեսեք, պետության պարտքը 7 տարվա ընթացքում կրկնապատկեցին։ Կարող եք ասել, թե այդ 7 միլիարդ պարտքի շնորհիվ Հայաստանում ինչ գործեր են կատարվել։ Օրինակ, մետրոյի մի քանի կայարան է կառուցվել, կամ Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացվել է, միջազգային նշանակության ճանապարհներ են կառուցվել։ Ասեք մի բան, որ 7 միլիարդ պարտք վերցնելով այս ապիկար իշխանություններն արել են ոչինչ։ Նույնիսկ ներքին կարգով ադրբեջանական իշխանություններից կարողացել ենք յետ ստանալ որոշ տարածքներ օգտագործելով այդ միջոցները, բացարձակապես ոչինչ չի արված։ Միայն տեղեկանում ենք, որ ինչ-որ ֆոնդեր են ստեղծում, իրենց ազգուտակով հարստանում են եւ ապարքեվավճարների քանակն են ավելացնում։ Հայ զինվորականը կյանքը մշտապես վտանգի տակ դրած հայ զինվորականը ստանում է մոտավորապես 2.5 անգամ պակաս աշխատավարձ, նկատի ունեմ պայմանագրայինը, քան փողոցներում այդպես հանգիստ պարտականություն կատարող եւ տեղում Երևանում կամ մարզերում
իբր կարգ ու կանոնին հսկող կամ իրականում կարգ ու կանոնին հսկող ոստիկանները։ Սրանք են մեր իշխանության հիմնական բնութագրերը։ Այնպես որ նոր ասելու բան ցավոք սրտի չունեմ։ Բացասական անընդմեջ կարելի ասել, բայց դրա մեջ ինչ օգուտ կա, իսկ դրական որևէ բան ասելու չկա։ Այն է, որ բացաձայնում է եւ ժողովուրդը իրապես լսում է ու հասկանում է ինչ աղետ են վերել այս իշխանությունները։ Պարոն Հայրիկյան, այս հանցագործություններն ու անպատժելիության մթնոլորտը մեր երկրում 2 օրվա ընթացքում եկեղեցում մտնում մարդ են սպանում, Արամուսում մարդկանց իրենց այգում հրազենով սպանում են, եղանով խոշտանգում այդ մարդկանց։ Փարեքարի դեպքերը մեկականատեսը եղան։ Խնդրեմ։ Ասելու բան չկա։ Միակ բանը, որ ես որպես քաղաքական գործիչ կարող եմ ասել, որ շատ բնորոշ է իշխանության համար ամեն ինչ զոհաբերելու պատրաստ բռնապետների կեցվածքին։ Նրանք որպես կանոն իրենց երկրներում փորձում են վախի մթնոլորտ ստեղծել։ Հիմա ես չեմ կարող այդպես, գիտեք, ես պատասխանատու եմ իմ խոսքերի հանդեպ, չեմ կարող ասել, որ այս ամենը այդ շրջանակներում է կատարվում, բայց փաստը մնում է փաստ, որ վերջին շրջանում դրանց քանակը ավելացել է եւ բացասական որակ բառը բացասական հետ օգտագործել այնքան ճիշտ չի, բայց հատկապես դաժանությունը ընդգծված է դառնում։ Ինչ վերաբերում է բազմաթիվ քննարկումներին, տեսակետների մատուցմանը, դրանց մեջ ես չեմ խորանա, որովհետև այսպիսի հանցագործությունները պահանջում են մասնագիտական մոտեցում։ Բայց մթնոլորտը, այս անպատժելիությունը, Փարեքարում այդ ողբերգությունը մարդուն իր բակում գնդակահարեցին, ասում են ուժեղացված ծառայություն է ոստիկանությունը անցկացնում այնտեղ, իմանում ենք 2 օր հետո այդ բարեկամները բաների իրար ջարդում են, իրար սարսափելի մթնոլորտ է։ Ուր է ոստիկանությունը, այն բարեփոխված, ամերիկյան փողերով բարեփոխված ոստիկանությունը ուր է։ Կարելի ասել մեր պարտքերի ավելացումով։ Այո։ Ուրեմն ես դրա մասին ընդհանուր գնահատական տվեցի, ուղղակի ներքին զգուշավորությամբ, ինչպես աղոթող մարդը, ցանկանում եմ, որ իրականում այստեղ սխալված լինեմ, որ բռնապետի աթոռ տիրանալու մոլուցքի հետ չեմ պայմանավորված այս վախ ու սարսափ անորոշություն առաջացնող մեղ բառերով ասած հանցավոր գործողությունները։ Այս իրականության մեջ, պարոն Հայրիկյան, իրենք շարունակում են կեղծ խաղաղության թեզերով կերակրել, բայց մենք տեսնում ենք, որ ադրբեջանական, թուրքական խոսույթը բացառապես հայերի չգոյության մասին է։ Խնդրեմ, ինչ անել։ Բազում անգամներ ես ասել եմ, որ խաղաղության որևէ համաձայնագրից առաջ պիտի բարի կամքի դրսևորում լինի։ Իսկ բարի կամք շատ ակնհայտ է, որ բարի կամք չի կարող դրսևորվել բռնապետի կողմից։ Եթե որևէ երկրում տվյալ երկրի ղեկավարը բռնապետ է եւ բռնապետը ոչ թե իմ ու ձեզնից որևէ մեկի կարծիքով, այլ միջազգային հանրության կարծիքով, որևէ իշխանավոր, որ անընդմեջ տասնամյակներ շարունակում է մնալ իշխանության, ընտրությունները կրում են ձևական բնույթ եւ աշխարհը այդ ամենը արձանագրում է, որ երկրում կան տասնյակ, նույնիսկ հարյուրավոր հետապնդյալներ քաղաքական նկատառումներով, այդ երկրի ղեկավարը բարձր բռնապետ է։ Եվ ինչ տեսակ է, ինչ որակի բռնապետ։ Բոլշևիկյան բռնապետությունից իր չեկիստ հայրիկի դաստիարակությունը կրող բռնապետ։ Հիմա եթե դու այդպիսի մարդու հետ հավատում ես, որ կարելի է իր ժողովրդին բռնատետող մարդու հետ հնարավոր է խաղաղություն կնքել, դա քո խնդիրն է, բայց քանի որ հարցը մեզ է վերաբերում, մենք պիտի հասկանանք, որ սխալ ուղու վրա են Հայաստանի իշխանությունները, խաբում են, հասկանալով, որ մարդիկ մի քիչ էլ վախեցած, իսկապես հիմնավորապես վախեցած, ինքն էլ օգնել է, որ մարդիկ վախեցած լինեն, որտեղ տեսեք, առանց դիմադրության 30 տարուց ավելի իր ինքնորոշման իրավունքի համար պայքար տված արցախցիներին մեկուսացրին հայկական ընդհանրությունից, հետո էլ նրանց ստիպեցին, ի վերջո ստիպեցին։ Գիտեք, ինչու կարող ենք վճռականորեն ասել, որ ստիպեցին, որովհետև երբ դու տեսնում ես որևէ բացասական երևույթի տրվող գնահատականները եւ տեսնում ես, որ բացասական երևույթի կատարման իրողությունը համարում են բնականon, այդ բնականon համարողները մասնակից են։ Մենք գիտեք, ազգային համագործակցության կլոր սեղան ունենք եւ այդ համագործակցության կլոր սեղանի ընդունած 4 փաստաթղթերից մեկում, որը վերաբերում էր
20 թվականի պատերազմին եւ Արցախյան իրադարձություններին շատ հստակ ասվում է Հայաստանի իշխանությունները ցեղասպանության Արցախում կայացած ցեղասպանության հանցակիցներ են աջակիցներ են որովհետեւ եթե աջակից չլինեին գոնե հետին թվով այդ երևույթի մասին խոսեին քննադատաբար նրանք ամենածանր հանցագործություն կատարած մարդկանցից են երբ մենք դուք գիտեք ես որտեղ եմ եղել 30 տարի առաջ 40 տարի առաջ 50 տարի առաջ դուք պատկերացնում եք այդպիսի բան ընդհանրապես մարդկության պատմության մեջ էլ քիչ է լինում որ մի 20-ամյա երիտասարդի ուսերին դրվի ազգային ազատագրական պայքարի առաջնորդումը ճակատագիրը ինձ համար այդպես կամեցավ մենք ամեն բան անում ենք որպեսզի բոլշևիկյան բռնապետության պայմաններում ինքնորոշման սկզբունքով հասնենք ազգային իրավունքների կայացմանը Իսկ հիմա անկախ Հայաստանի պայմաններում 33 տարի անց հանկարծ ունեցանք իշխանավոր, որ համարձակվեց ասել Արցախի հարցը լուծված է ցեղասպանության ճանապարհով, եւ դա ճիշտ է, այլևս Արցախի հարց չկա, ինքնորոշումը սխալ էր։ Արցախցիների ինքնորոշման իրավունքը դե նախնական փուլում դուք հիշում եք, ինքնորոշում Հայաստանին միանալու ձգտումով, որովհետեւ Այն վճիռը, որ կայացրել էին բոլշևիկ Աթաթուրք ուժերը միասին Հայաստանի դեմ, այն ինչ որ կայացրել էր Ստալինը, դա անարդար էր։ Ի վերջո Ստալինը միջազգային իրավունքի իրականացնող գործիչ չէ, նա նույնպես բռնապետ էր։ Եվ մեր ազգային խայտարակությունը, այս պղծությունը հրապարակավ հայտարարեց Ստալինի գծած սահմանները մեր սահմաններն են։ KGB-ի տարբեր գործականներ Ալմատայում հավաքվել են ապուշություններ են դուրս տվել։ Եվ այդպես խորապես էլ չի ուսումնասիրվում։ Ալմատայի հռչակագրի համաձայն մենք լսեք, Ալմատայից առաջ կար սովետական բռնապետություն։ Ալմատայից առաջ սովետական բռնապետությունը այդ սահմանները գծել էր, ինչպես կամեցել էր, որտեղ որ դա դրան չէր նախորդել ցեղասպանություն, ելի ինչ որ բան հասկանալի է, բայց որտեղ որ բռնազավթում է եղել եւ այդ բռնազավթման հետևանքով ինչ որ սահմաններ են գծել, այն դեպքում երբ միջազգային իրավունքով այլ սահմաններ կային գծված Երբ նույնիսկ բոլշևիկյան Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանը 20 թվականին, նրանք այդ պատմական փաստաթղթերն արխիվներում բոլորը կան, նրանք խոսում էին այն բանի մասին, որ Հայաստանը զիջի Արցախը, այսինքն Արցախը Հայաստանի մաս էր, զիջի պայմանով, որ իրենք էլ դուրս կբերեն իրենց զորքերը Նախիջևանից։ Հոկտեմբերի 30, 1920 թվական։ Ուզում եմ ասել, որ այս բոլորը ինչ որ այսօր կատարվում է եւ կատարվում է խաղաղության անվան տակ, իրականում արդարությունը ոչնչացնելու, արդարության ձգտումը, ճշմարտության նկատմամբ հավատարմությունը ոչնչացնելու քայլեր են։ Իսկ մարդը առանց արդարության, առանց ճշմարտության գիտակցության, այսինքն առանց հոգեվոր արժեքների, դառնում է անասուն։ Սրանց նպատակն է հայ մարդկանց դարձնել անասուն։ Ինչին բավական մեծ հաջողությամբ հասել են, որովհետեւ մենք Հայաստանում այսօր ունենք մի քանի 100,000 մարդակերպ արարածներ, որ բանականությունը կորցրել են ընկնելով այս պղծությունների քարոզչության ազդեցության տակ, օգտագործելով նաև վախ եւ այլ հանգամանքներ։ Եվ մեր խնդիրն է օգնել նրանց, օգնել հասկանալու, որ եթե որևէ մեկը, ոչ միայն մեզ պիղծ արարած, այլ եթե որևէ մեկը երբևէ ասում է ինքնորոշման իրավունքը հեչ, նշանակում է ինքն է հեչ, որովհետեւ ինքնորոշման իրավունքը բոլոր իրավունքների հայրն ու մայրն է։ Առանց ինքնորոշման իրավունքի որևէ իրավունք մարդը չի կարող ունենալ։ Օրինակ կարող եք ասել խոսքի ազատություն, բայց եթե ինքը որոշում ընդունելու իրավունք չունի, այդ խոսքի ազատությունը ում է պետք։ Հիմա սա գնաց այդ ճանապարհով։ Մեծագույն պղծությունն է այսօր Հայաստանի իշխանության տերը եւ մեր խնդիրն է այդ մեծագույն պղծությունը, որը իր գործողություններն իրականացրել է հանցավոր ճանապարհով, նրան դնել իր տեղը։ Հիմա այդ -1-ը ինչպես է լինելու։ -1 ծրագրի մասին ես լսել եմ, մինչև այդ շատ հետաքրքրական է անկեղծ ասեմ, մինչև այդ խոսվում էր -4-ի մասին։ Անունները չտամ հեղինակները, որովհետև կարող են ուրիշ մարդիկ էլ լինել, ասել, հետո -3-ի մասին, դա ինչ է նշանակում։ Նշանակում է բոլոր ուժերը պետք է միավորվեն, բացի -4 ասողները նկատի ունեին առաջին, երկրորդ, երրորդ նախագահ եւ Նիկոլ Փաշինյան։ Դա -4-ն էր։ -3-ն այն էր, որ առաջին նախագահային թողնում են, ասում են, պետք է այդ համագործակցության մեջ չլինեն Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Այսինքն տարբեր մոտեցումներ կան։ -1-ը համեմատաբար նոր գաղափար է, որը կոչ է անում բոլորին միավորվել, նաև առաջին 3 նախագահներին, նրանց կողմնակիցներին եւ ըստ էության այս գլխավոր պղծությունից ազատվելու նպատակով դաշինք կազմել։ Չասել, գալի ասել կամ նախաձեռնողի դերում է կամ արդեն ներգրավել է կամ ներգրաված է այդ ամենի մեջ, ոնց եք պատկերացնում 96-ի տարբերակը կարող է աշխատել
եւ ինչ կերպ, ինչ եք առաջարկում։ 96 թվականի տարբերակը աշխատեց, որովհետև գիտեք այն ժամանակ ես բավական բարձր վարկանիշ եւ ճանաչում ունեի, եւ երբ ես կատարեցի այդ վճռական քայլը, այսինքն հանեցի իմ տեխնացությունը, բոլորի համար դարձա ուղղորդող։ Եվ ինձ լսում էին, այսինքն լսում էին այն բանով, որ այս մարդը եղել է երկրորդը առաջին նախագահական ընտրություններում, այս մարդը մեր ազգային ազատագրական պայքարի առաջնորդն է, ոչ թե առաջնորդներից մեկ, այլ առաջնորդը, այն ժամանակ բոլորը դա գիտեն, եւ ինքը մեզ օրինակ է ծառայում իր կեցվածքով, ասում է հայրենիքի կայացում ավելի կարևոր է, քան եւ այլն եւ այլն, եւ այն ժամանակ ստացվեց, իդեպ ասեմ, որ ամեն ինչով հանդերձ, ի վերջո Լևոն Տեր-Պետրոսյանը այսպեսի բաներ իրեն թույլ չէր տվել, ինչ որ հիմա է կատարվում։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մենք կարող ենք խոսել ընտրությունների սահմանադրության, անկատարության, սահմանադրության ընթացքում կատարված խախտումների մասին, բայց պղծությունների մասին, այն էլ այսպեսի զանգվածային, ժողովրդին ստորացնելու մասին, ժողովրդին հարկային տերորի ենթարկելու մասին։ Գիտեք, ամեն մարդ կարող է ասել, դե լավ էլի հարկերը մի քիչ բարձրացրել։ Միջինը հարկերը բարձրացրել են 3-ից 5 անգամ։ Բայց հատուկ ինձ համար իմ դեմ 500 անգամ են բարձրացրել։ 20 թվականին ես տվել եմ $20 գույքահարկ։ Այս տարի մի քանի օր հետո ես պետք է որևէ տեղից ճարեմ կամ պիտի կարողանամ իրենց կարգի հրավիրել, պետք է տամ $10,000։ 20-ը եւ 10,000 ինչքան են տարբերվում իրարից 500 անգամ։ Ասենք շինություններ եմ կառուցել պարտքեր վերցնելով, բայց պետությունը ինձ չի օգնել այդ հարցերում։ Ես բոլոր իմ գործողությունները կատարել եմ այդ պահին տեղի գոյություն ունեցող հաշվարկների հարկերի հիման վրա։ Հիմա ես պիտի տամ 500 անգամ ավելի աշխարհում այդպիսի բան, այսինքն եթե ինձ տանեին բանտ, ավելի հեշտ կտանեի դա, քան թե այսօր ես իմ քրտինքով կառուցած եւ դեռևս պարտքերս էլ չփակած հսկայական պարտքեր, պիտի թողնեմ հեռանամ։ Ոչ թե հայրենիքից չեմ ասում, ուղղակի այդ իմ կառուցանը եւ այս վիճակում են շատ մարդիկ, որ խոսելու հնարավորություն չունեն։ Պատկերացնում եք Դավիթ Հաշենի տարածքը, որտեղ նույնիսկ կոյուղի չկա, համարվում է հավասարազոր Երևանի կենտրոնի տարածքներին։ Դա պարզ չի, որ միտումնավոր է արված, ինչևէ, շեղվեցի մի քիչ, բայց ասեմ, այդպիսի բաները Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք չեն կատարվել։ Այնպես որ հիմա խոսելով -1-ի մասին, ես այո հակված եմ դրան, ես տրամադրված եմ։ Այսօր Հայաստանում գործում են, հայտնի են արդեն 3 պայմանականորեն կոչվող կամ իրապես այդպիսին 3 կլոր սեղաններ։ Դրանցից մեկի եւ կազմակերպական խմբում եմ ես մասնակցում եւ խմբագրական խմբում, այսինքն էական դերակատարություն ունեմ, բայց շատ լավ հասկանում եմ, որ պետք է բոլոր կլոր սեղանները միավորվեն։ Մեկին մասնակցեցի մի անգամ, հետո ինչ որ գժտություն եղավ ինձնից հեռու, այսինքն ես դրանց չեմ մասնակցել կամ կարծում եմ տարակարծություններ եղան, ես խնդրեցի, որ չսրվի այդ հարցը, չգիտես ինչու սրվեց։ Եվս մեկը ֆորում անունով է գործում, նրանց հետ լավ հարաբերությունների մեջ եմ, իհարկե ինձնից կախվածը կանեմ, բայց շատ կարևոր է, որ իրենք իմանան, որ գործ ունեն ժամանակին էական դերակատարում ունեցած դերակատարություն ազգային ուժերը համախմբելու հարցում։ Իդեպ այս կլոր սեղանը, որ կոչվում է ազգային համագործակցություն, այս շաբաթ անի հյուրանոցում արդեն կունենա մի կարևոր, շատ կարևոր ինձ թվում է, կարևոր նիստ, որի ընթացքում ես կարծում եմ, որ այդպիսին է, կտրվի բանալի, որի հետ չեն կարող չհամաձայնվել բոլորը։ Ըստ խոսքս տերության վերաբերում է նրան, որ Հայաստանի ներկա իշխանություններին մենք ոչ միայն մեղադրում ենք այս կամ այն սխալների մեջ, լուրջ սխալների մեջ, թերացումների եւ նույնիսկ դավաճանությանը մերձեցող գործողությունների մեջ, որոնց իրենք հակադրում են, այլ ուղղակիորեն անմիջականորեն այսօրվա գլխավոր պղծության եւ նրա անմիջական ենթակաների հետ կապված հանցագործության հետ, ծանր կոռուպցիոն հանցագործության հետ։ Այսինքն կա, գիտեք ինչ կա, Հայաստանում ժողովրդավարության ընդդիմադիր ուժերի ժողովրդավարական իրավունքները պաշտպանող միայն մեկ օրենք կա։ Շատ բաների մասին է խոսում, ժողովրդավարություն, սահմանադրության մեջ կա բազմակարծություն եւ այլն մտքեր, բայց կա մի հոդված կուսակցությունների մասային սահմանադրական օրենքում, որն ասում է, որ որպես երաշխավոր պետությունը հանդես է գալիս այս օրենքով, եւ այս օրենքը ապահովում է ընդդիմադիր ուժերի ազատ գործունեությունը, որը արտահայտվում է մասնավորապես նրանով, որ իրենք երևույթների մասին կարծիքներ հայտնելու իրավունք ունեն։ Բայց դրանից բացի այնտեղ մի այսպիսի կետ կա։ Ընդդիմադիր ուժերը կարող են հանրագրերով դիմել պետական կառույցներին եւ պետական կառույցները պարտավոր են քննարկել։ Հիմա ես դա մինչեւ վերջ բացել եմ եւ դրանով ապացուցվում է, որ վաղուց Հայաստանը բռնապետություն է, որովհետեւ տարբեր քաղաքական ուժերից ստացած հանրագրերը չեն քննարկվել, արհամարվել են, խախտել են սահմանադրական օրենք։ Իսկ մեր դեպքում
իրենք 20 թվականից սկսել են սահմանադրական բարեփոխումներ, շատ մարդիկ են ինձ ասում, ինչի է սահմանադրությունից խոսում, հիմա տեղ հասավ ինչի եմ խոսում։ Սահմանադրության վերաբերյալ որևէ խախտումը համարվում է բարձր մակարդակի խախտում։ Ուրեմն 20 թվականից իրենք սկսել են ձախողվել են, այդ ձախողումների ընթացքում 20 թվականի փետրվարի 12-ին եղել է առաջին նորմատիվ իրավական ակտը։ Անմիջապես իրենց տրվել է նախագիծ, որտեղ քննարկում եք տարբերակները, հա ձեզ այլընտրանք։ Իրենք ձախողվել են, բայց այլընտրանքները չեն քննարկել։ Ուրեմն շաբաթ օրը ժամը 12-ին անի հյուրանոցում, Սայաթնովա փողոցում տեղի կունենա կլոր սեղանի հերթական նիստը, որտեղ ես մանրամասն կներկայացնեմ այն շարքը, որով մենք կարող ենք միասնական ուժերով շուտապույտ ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, բայց պիտի դա իրականություն դարձնելու համար բացի մեր կլոր սեղանի ներսում էլ կան խնդիրներ, բայց մյուս կլոր սեղանները նույնպես կարողանան վեր կանգնել եւ ես երաշխավորում եմ, որ նրանցից որևէ մեկին գոնե իմ չափով, իմ մասով ես չեմ ստորադասի, այդ բոլորս պետք է միավորվենք աշխատելու -1-ի ուղղությամբ, բայց մեր նպատակը մինուսը չէ, մեր նպատակը պլյուսն է։ Աշխարհում բոլոր ազգերը ունենում են խնդիրներ, որևէ հանրություն ունենում է խնդիր, երբ իշխանությունը պատկանում է ոչ թե այդ հանրությանը կամ ազգին, այլ պատկանում է ինչ որ ծպտյալ ավազակի։ Մենք այդ իրավիճակում ենք եւ ծպտյալ ավազակից ազատվելուց բացի կա մեկ այլ խնդիր, այնպիսի համակարգ ստեղծել, որի գործը 90% նույնպես կատարված է։ Այնպիսի համակարգ ստեղծել, որ հաջորդ Նիկոլներ չգոյանան։ Եթե գոյանան էլ չկայանան քաղաքական միջավայրում, մանավանդ մեր ճակատագիրը տնօրինելու հնարավորություն չունենան։ Ես շնորհակալ եմ, որ դուք հիշում եք 96 թվականի իրադարձությունները։ 96 թվականին մենք այդպիսի ռազմավարական խորությամբ հարցը չէինք բարձրացրել։ Այս անգամ ես մասնավորապես շաբաթ օրը մեր բոլոր գործընկերներին, նաև այդ անմիջական կլոր սեղանի շրջանակներում չգտնվող Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոչ եմ անում ուշադիր հետևել այդ իրադարձությանը եւ ոչ միայն հետևել, այլ միանալ, պատրաստակամորեն միանալ այս վճռական եւ ի վերջո փրկարար գործողությանը։ Մի կարևոր իրողություն կա, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը պիտի կրկնեմ։ Ասած Նիկոլ Փաշինյանը այնպիսի չարագործություններ է իրականացրել, որ հետագայում եկող իշխանավորների համար ահավոր դժվար է լինելու այդ ամենը ուղղել։ Դա ճիշտ է միայն մի դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանը չդատապարտվի։ Կարող է դատապարտվել եւ անմեղսունակ ճանաչվել, բայց միևնույն է մեզ պետք է։ Մենք բոլորս գիտենք, այսինքն հայության 90%-ը գիտի, որ գործ ունենք ոչ միայն սրբապիղ ծառարատի հետ, այլ կոռուպցիոն հանցախումբ ստեղծած անձի հետ, բայց եթե նա կանգնում է դատարանի առաջ, միանգամից աշխարհին պարզ է դառնում, որ նրա բոլոր բարբաջանքները, բոլոր որոշումները, բոլոր հայտարարությունները զրո են, որովհետև ինքը եղել է կոռուպցիոն խմբի, հանցախմբի անդամ։ Ցավոք սրտի այդ կոռուպցիոն հանցախմբին միացել են եւ դատախազը, գլխավոր դատախազը եւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, բայց կարծում եմ մեր այդ օրը ամսի 18-ին ընդունած հայտարարությունից հետո նրանք նույնպես ստիպված կլինեն մտածել, ասենք հանցակազմ չտեսակ։ Բայց չէ որ դուք ասում եք, ստացել ես 7 դիմում, 7 հանրագիր ես ստացել, 17 տարբեր քաղաքական ուժերի աջակցությամբ եւ չես քննարկել։ Եթե դատապարտելու հանցակազմ չկա, դե անմիջապես պիտի պարտադրեն քննարկել։ Իսկ անմիջապես պարտադրել քննարկելը դանշ, եթե չեն պարտադրում, նշանակում է իրենք հաստատ կապ չունեն իրավապահ համակարգի հետ, իսկ ոչ թե այստեղ եթե այլևս չկա։ Միանում է նաև ներքին գործոց նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը, դրանք բոլորը մեր ծառաներն են, մեր ժողովրդի ծառաներն են։ Հանրային աջակցությամբ մենք շատ արագ կարողանանք հասնել այդ այլընտրանքային նախագծերի քննարկմանը եւ հայեցակարգի եւ նախագծի։ Իդեպ գիտեք այն սահմանադրությունը, որով ապրում ենք, այս սահմանադրությանը 2 անգամ պակաս ձայն է տրվել, քան կողմ։ Նույնիսկ 7 տարի հետո գիտական հարցումները դրանք լուրջ գիտական ուսումնասիրություն են։ Կարելի է նույնիսկ հիմա հարցում կազմակերպել եւ ճշտել ով է կողմ արտահայտվել այսօր գործող սահմանադրությանը։ Ես այն բանի մասին եմ խոսում, որ հիմնավոր աշխատանք է տարվել եւ այդ հիմնավոր աշխատանքի արդյունքները ինչ որ չափով կախված են նրանից, թե ինչպիսի հանրային աջակցություն կստանանք մենք, ես անձամբ նաեւ, որովհետեւ ես մի անգամ հանրային աջակցություն ստացել եմ 1921 թվականի սեպտեմբերի 21-ին։ Քաղաքական ուժերը աստիճանաբար եկան ԱԻՄ-ի ծրագրի հավանություն տալու եզրահանգմանը
հետո հանրությունը եւ ի վերջո մենք ունեցանք անկախություն հանրաքվեի ճանապարհով։ Մի անգամ ես այդպեսի աջակցություն ստացել եմ եւ մենք դարձել ենք միջազգային իրավունքի ենթակա։ Եթե դարձած չլինեինք, դառնայինք օրինակ ռուսական պրովինցիա, ապա պատկերացրեք ռուսական Ադրբեջան հակասությունների ներողություն Ադրբեջան-Ռուսաստան հակասությունների պայմաններում Թուրքիայի հետ Հայաստանը դարձնելու են մանրադրամ, այստեղ ոչ մի հայ մնացած չէր լինի։ Լավագույն դեպքում հայ Արցախի կարգավիճակով, ժամանակավոր վախվորած իրավիճակում։ Այնպես որ -1 ծրագիրը ես ընդունում եմ, բայց ոչ միայն -1, այլ պլյուս բարելավված համակարգ։ Եվ պարոն Հայրիկյան, աշխարհը այսօր աչք է փակում ցեղասպանության վրա, որը իրականացնում է Իսրայելը, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ես չէի ասի, որ աշխարհը աչք է փակում, եվրոպական շատ երկրներ ճանաչել են Պաղեստինի պետությունը, դա նշանակում է, որ նրանք ցուցադրաբար ասում են ոչ ցեղասպանությանը, եւ քաղաքակիրթ աշխարհը, այո, երբեմն ունենում է նահանջներ բարձր արժեքներից, այդպես տեղի ունեցավ Արցախի հետ, եթե Արցախի դեպքում ղեկավար էին Հայաստանի Արցախի անունից հանդես եկող ապիկար եւ սրբապիղծ ղեկավարները, ապա այս դեպքում շատ բանով այդպիսի վայրագործողություններին նպաստեցին իրենք պաղեստինցիների մեջ ներթափանցած ահաբեկչական ուժերը, բայց դա միևնույն է արդարացում չէ։ Ժամանակին թուրքերը երբ իրականացնում են հայոց ցեղասպանությունը, վկայակոչում են հայկական հեղափոխական կոչված ուժերի վայրագությունները, իրենց խոսքերով եմ ասում, ապստամբական գործողությունները, զենքի միջոցով հարցեր լուծելու տերորիստական գործողությունների, բայց միևնույն է դա արդարացում չէ։ Օրինակ, հիշում եք, Իռլանդիայի ազատագրման նպատակով տեղի ունեցող ահաբեկչական գործողություններին ի պատասխան Մեծ Բրիտանիան ցեղասպանություն չէր իրականացնում, նրանք փորձում էին բացահայտել իրենց համար անցանկալի դրսևորումներ անողներին։ Նույնը վերաբերում է այսօր, այո, ահաբեկչություն իրականացնող ուժերը ենթակա են հետապնդման, բայց ահաբեկչություն իրականացնող ուժերի պատճառով մի ամբողջ ազգի նկատմամբ ցեղասպանական գործողություններ իրականացնելը խոսքս վերաբերում է արդեն եվրոպացիների գնահատականներին, ամերիկյան բազմաթիվ քաղաքագետների գնահատականներին, արդարացված չէ եւ ես ցավոք սրտի արձանագրում եմ, որ այդպիսի գործելավոճի անցնելու նաեւ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ սկսված գործողությունները ի վերջո խնդիրներ կային, այնպես չի որ խնդիրներ չկային, բայց այդ բոլոր գործողությունները ցավոք սրտի սկսվեցին Հայաստանով։ Հայերս պիտի հիշենք, որ մեր Իսրայելը Արցախով էսպես ասենք։ Ուրեմն տեսեք, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը վերածվեց աշխարհի թողտվությամբ, որովհետեւ աշխարհը ասել էր, չէ, ուժի միջոցով պետք է հարցեր չլուծել։ Երբ դա վերածվեց Արցախի ցեղասպանության, կարծես թե ստացան սպիտակ, ինչպես ասում են, carte blanche, սպիտակ քարտ ստացան, որ կարող ենք մենք էլ անել, եւ այդպես Ուկրաինայում եւ Իսրայելում ասացին, եթե ներվեց հայերի նկատմամբ իրականացվածը, կարող է մերներ ըմբռնումով անցալեն, այնպես որ մենք հայերս պիտի միշտ հիշենք, որ ճակատագրով մեզ այդ բանը տրված է։ Սա ես հատկապես հիշում եմ ելներով մտածելով այն բանի մասին, որ մեր երկիրը լավ երկիր դարձնելու ճանապարհը միայն հայկական խնդիր չէ։ Այսինքն Հայաստանը աշխարհի ամենաժողովրդավարական երկիր դարձնելը դա նաև համամարտկային նշանակության գործողություն կարող է լինել եւ նաև այդ տեսակետից եմ ես ինձ պարտավոր զգում։ Շատերը չեն կարող հասկանալ, թե Հայրիկյանը հայ լինելով էս ինչերի մասին է խոսում։ Այո, ես հայ լինելով ժամանակին գլխավորել եմ Սովետական միության բոլոր ազգերի կոորդինացիոն կենտրոնի աշխատանքները։ Ճակատագրի բերումով ես չեմ դա որոշել, այդ ազգերն են որոշել, ուրեմն հայերիս հետ կապված որոշակի առաքելություններ կան եւ եթե մենք մեզ վատ ենք դրսեւորում, պատժվում ենք, վատ օրինակ ենք ծառայում աշխարհի համար, իսկ հետո դա կարող է վերադառնալ կրկին մեզ շատ ավելի ծանր հետևանքներով։ Այնպես որ այն հայ մարդիկ, որ հիմա ինձ լսում են եւ մտածում են դե լավ էլի ինչն է իշխանության կռիվ է, տեսեք, երբ ինձ ասում են իսկ դուք կդառնաք վարչապետ, թեկուզ անցումային ժամանակներ, ասում եմ կանգ առեք։ Ես խոսում եմ մեր երկիրը կարգին երկիր դարձնելու մասին եւ կարգին երկիր դարձնել եթե կապում եք որևէ անհատի հետ դուք փոքրիկ թույլիկներ եք նաեւ ինչ որտեղ անգրագետներ պետությունները դառնում են լավ երկիր ոչ թե Ջեֆերսոնի կամ Վաշինգտոնի նախաձեռնություններով ներողություն անձնական ներդրումներով այլ նրանց
կարգին երկույր ունենալու նախաձեռնություններով։ Անկախության հռչակագիրը Ջեֆերսոնը գրեց եւ դա դարձավ հիմքերի հիմք։ Ամեն մարդ իրավունք ունի երջանիկ լինել։ Հետո արդեն պետական համակարգը, սահմանադրությունը նույնը պետք է մեզ մոտ կատարվի։ Աշխարհի դրական փորձը մենք չպետք է անտեսենք։ Վատ մարդը իրեն կարողանում է դրսևորել տվյալ միջավայրում, եթե միջավայրի համակարգային փաստաթղթերը համակարգը ինքնին վատն են։ Ուրեմն մենք խնդիր ունենք -1-ից բացի ունենալ +1 կարգին սահմանադրություն։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր ինձ հրավիրեցիք։